Կարդում եմ Եսայիա մարգարեության 61:1-ը։ Տեր Եհովայի հոգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ, նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու եւ գերիներին ազատություն հրատարակելու եւ կապյալներին արձակում։ Ինչի մասին որ ուզում եմ կիսվեմ ձեզ հետ, այս հատվածն է, գերիներին ազատություն հրատարակելու։ Ինչ է ազատությունը, սիրելիներ։ Ցանկացած մարդ այդ ազատության կարիքը զգում է, բայց տարբեր պարագաներում, տարբեր ձևերով։ Օրինակ, գերի ընկած մարդը իր միակ երազանքն է այդ գերությունից դուրս գա ու ազատ լինի։ Երբ որ մի աղջիկ ամուսնանում է, մի հատ տուն է գնում ու այնտեղ կա կեսուր, կեսրար, էլ չեմ ասում տալ, բան, իր երազանքն է ամուսնու հետ առանձին ապրեն, որ կիսուրը իր վրա չիշխի, ինքը ազատ լինի ավելի։ Երբ որ ինչ-որ մի կնոջ ամուսինը շատ խիստ է լինում, իր երազանքն է որոշ ազատություն ունենա իր քայլերի, գործողությունների մեջ, որ ամուսին իր վրա տենց շատ խորը չիշխի։ Ես հիշում եմ մի անգամ տենց ռադիոն միացրած էր մեքենայի մեջ ու երեխեքի պաշտպանության օրն էր, տենց հարցնում էին, լրագրողը դրսում երեխեքին հարցնում էր, ինչ եք ուզում։ Պատանիներ, երեխաներ, ինչ է։ 90%-ից ավելին ասում էին, որ ուզում են ազատություն, որ ծնողները այդքան չիշխեն իրանց վրա ու իրանց վրա այդքան սահմանափակումներ չդնեն, որ դպրոցում ուսուցիչները իրանց վրա այդքան սահմանափակումներ չդնեն, այսինքն մարդը ուզում է ազատություն։ Իսկ ինչ է իրականում ազատությունը, սիրելիներ, եւ ինչ ազատության մասին է այստեղ խոսում, որ գերիների մասին է ասում եւ ովքեր են այդ գերիները եւ ինչ ազատություն են ստանում այդ գերիները։ Ես կուզեմ դրա մասին որոշ կիսվեմ ձեզ հետ։ Հովանու ավետարանի մեջ 8-րդ գլխի 30-ից 34 խոսքերն եմ կարդում։ Երբ որ նա այս բաները խոսում էր Հիսուսը, շատերը հավատացին նրան, եւ Հիսուսն իրան հավատացած հրեաներին ասեց. Եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք, եւ ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը կազատե ձեզ։ Պատասխանեցին նրան. մենք Աբրահամի զավակ ենք եւ ոչ ոքի երբեք չենք ծառայել, դու ինչպես ես ասում, թե ազատ կլինես։ Հիսուսը պատասխանեց նրանց. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ամեն ով որ մեղք է գործում, մեղքի ծառա է։ Հրեաները, երբ որ Հիսուսը ասեց ազատ կլինեք, դրա վրա իրանք շատ խիստ բարկացան ու ասեցին մենք ոչ մեկի ծառա չենք եղել։ Բայց Հիսուսը իրանց հայացքը ուղղեց մի կարևոր բանի վրա, մարդու ներքն աշխարհի վրա, մարդու ներսի վրա, որովհետև երկրի վրա մարդը ծնվում է մեղքով եւ մեղքը տիրում է մարդու վրա եւ մարդը ամենամեծ պալատներում էլ որ ապրի, աշխարհի ամենաազատ երկրում էլ որ ապրի, որտեղ ոչ մեկ իրան ոչ մի բան չի ասում, ինքը ունի մի հատ գերություն, ներսում եղած գերություն, կապանք մեղքի, որ եթե Քրիստոսի հետ իր կյանքում այդ հանդիպումը տեղի չունենա եւ իր կյանքում այդ հրաշքը տեղի չունենա, այդ կապանքն ու գերությունը իրան տանելու է ուղիղ դժոխք։
Եվ երկրի վրա ապրելով այդ երազանքին, որ աղջիկ ամուսնացել է, որ կիսուրիցս ազատ լինեմ, ին վրա չիշխի, այս ինչը ին վրա չազդի, ու երբ որ ինքը առանձնանա, գնա ազատ իր համար ապրելու, իրան ինքը միշտ երազել է, որ էդ է իր երջանկությունը, եւ ինքը չի հասկանում, որ չկա դե երջանկություն, էդի կունենա, բայց մեկը այն գերությունը, որ իրականում կա ներսում, այդ գերությունը իրան հանգիստ չի թողելու, միջև ինքը այդ գերությունից չազատվի։ Եվ տարբեր բաների ձգտելով, թվում է թե եւ իրան թվում է թե, ասենք մարդուն թվում է թե ես ֆինանսապես նեղված վիճակում եմ, ֆինանսս քիչ է, այ եթե ես այսինչի նման այսքան գումար աշխատեի, ես իմ գործողությունների մեջ, իմ շարժումների մեջ, իմ երազանքների կատարման մեջ ես ավելի ազատ կլինեի եւ ես ձեռք կբերեի ազատություն եւ ես ավելի լավ կապրեի, ավելի լավ կլիներ ինձ համար։ Եվ երբ որ ինքը անգամ դրան հասնում է, տեսնում է, որ մեկը իր ներսում չկա այդ ազատությունը։ Եվ պատերազմի ժամանակ, հայրենական պատերազմի ժամանակ մի անձնավորության Ֆրանսիայում, մի անձնավորության աշկի առաջ մի հատ գերմանացի իր կնոջը ու երեխեքին սպանում է, գնդակարում է, եւ այս մարդը իր ներսում ահավոր տառապանքի մեջ ալնում եւ իրան հատուկ բաց է թողում, որ ինքը ամբողջ կյանքը այդ տառապանքով ապրի։ Եւ ինքը հանգիստ չի գտնում եւ մտածում է, եթե ես գտնեմ այդ գերմանացուն ու իրան սպանեմ, իմ ներքն աշխարհը կհանգստանա, ես իմ տեղը կգտնեմ, որտեւ ամբողջ կյանքում ման է գալի եւ տառապանքի մեջ է, իր ամեն մի օրը էդի ապրել չի, էդի տառապանք է լինում։ Եվ ինքը երկար տարիներ է պետք լինում, հետաքրքրվելով, մանգալով, այդ գերմանացին իր անազգան փոխածելնում գտնում է, ոնց է փոխել, ինչա, ի վերջո երկար տարիներ հետո հասնում է նրան եւ սպանում է իրան։ Եվ երբ որ դատարանում իրան հարցնում են, ինչի սպանեցիր, ինքը այդ պատմությունը ամբողջը պատմում է եւ դատավորին հետաքրքիր է լինում ու ասում է գտար ներսի այդ խաղաղությունը, հանգստացար, ասում է չէ, ոչ մի բան իմ ներսում չփոխվեց։ Սիրելի եղբայրներ, քույրեր, մարդու ներքն աշխարհը իր պատկերացրած այդ ազատությունը, որ մարդը պատկերացնում է բացարձակ երբևիցե չի կարա իրան երջանկություն տա։ Եվ տեսեք, ես երկու հատ տեղ կարդամ Սուրբ գրքից, Իսրայել ժողովուրդը գերության մեջ էր, ահավոր տառապանքի մեջ, ստրկության մեջ, իրանց տանջում էին եւ իրանք դրա մեջ ամեն օր տառապում էին։ Եվ Աստված իր հզոր ձեռքով, մեծ հրաշքներով, ես չեմ ուզում բանանալ, որովհետեւ բոլորս գիտենք այդ ընթացքը, մեծ հրաշքներով ազատեց իրանց եւ ծովը ճեղքվեց եւ իրանք ծովի մեջով գնացին, անցան, ժողովուրդը ձեռք բերեց ազատություն, բայց իրանց ներքն աշխարհում ֆիզիկական ազատությունից բացի հոգու ազատություն իրանք չգտան, իրանք հավատքով չմոտեցան Աստծուն։ Ամպի սյունը, կրակի սյունը, հրաշքները իրանց սենց ուղղորդում էր առաջ, բայց մեկը ներսում գերի էին իրանք։ Մեկը իրանց ներքն աշխարհը բռնված էր մեղքի գերությունից, եւ ես Սուրբ գրքից երկու հատ տեղ եմ ուզում կարդամ, սիրելիներ, Ելից 16-ի 2-3 համարները։ Եվ Իսրայելի որդիների բոլոր ժողովքը անապատումը Մովսեսի եւ Ահարոնի դեմ տրտունջարին եւ Իսրայելի որդիքը ասեցին նրանց. Երանի թե Եհովայի ձեռքովը մեռած լինեինք Եգիպտոսի երկրումը, երբ որ Մսի կացանների մոտ նստած էինք եւ կուշտ հաց էինք ուտում, որովհետեւ մեզ այս անապատը հանեցիք, որ բոլոր այս ժողովքը սովածությունից մեռցնեք։ Եվ հաջորդ տեղը, սիրելիներ, Թվոց 11-ի 5-6 համարները, մենք հիշում ենք Եգիպտոսի մեջ մեր ձրի կերած ձկները, վարունգները եւ սեխերը, եւ
պրասները եւ սոխերը եւ սխտորները եւ հիմա մեր անձը չորացել է ամենևին մի բան չկա միայն այդ մանանայի վրա են մեր աչքերը ճանապարհով գնում են անապատով անցնում են Աստված հրաշքներով անցկացնում է իրանց բայց մեկը ուշք ու միտքը Եգիպտոսի ուտելիքն է Այնտեղ այն որ ասում միս չկա միս ենք ուզում Երկնքից լորերը թափվում է այնքան որ բերաններից այդ միսը թափում էր այնքան շատ էր Մեկը կապ չունի Ներսը կապանքը Իրանք ազատության մեջ գնում են Աստված բոլոր ազգերը իրանց դեմից sense ճեղքում է իրանք գնում են խոստացյալ երկիր բայց ներքն աշխարհով գերի են Եվ դրա համար սիրելի եղբայրներ քույրեր չափազանց կարևոր է որ մարդը ունենա հանդիպում Քրիստոսի հետ Հավատա Քրիստոսի թափած արյանը որովհետև Քրիստոսի միջոցով է որ Աստված քեզ լուծում ա տվել գերությունից ազատվելու որ ասում ա Տիրոջ հոգին ինձ վրա է ըստ որում նա ուծել է ինձ գերիներին ազատություն հրատարակելու հռչակելու որ դու ազատ ես ոչ թե ազատ ես քո կեսուրից ոչ թե ազատ ես քո ղեկավարից ոչ թե ազատ ես ինչ որ մի գերությունից կամ քո ծնողից կամ ես ինչ մեկից դու ոչ թե ազատ ես աղքատությունից հիմա դու հարուստ ես Նա հռչակում է քեզ ազատ մեղքի իշխանությունից Եվ Հովանու ավետարանի մեջ այդ տեղը որ կարդացի սիրելիներ որ Տեր Հիսուսը ասում է ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը ձեզ ազատ կանի 36 խոսքում ասում է ուրեմն եթե որդին ազատ է հիրավի ազատ կլինեք Ես ուզում եմ իմ խոսքը ուղղել բոլոր նրանց, ովքեր դեռ ապրում են աշխարհում։ Ես ուզում եմ քեզ ասեմ Քրիստոսի աշխարհ գալու նպատակը, որ ինքը եկավ ծնվեց երկրի վրա եւ ապրեց եւ Եհովան օծեց իրան, որպեսզի քեզ ազատ հռչակի, որպեսզի իրա թափած սուրբ արյունով քո մեղքը վերցնի իրա վրա եւ մեղքի սատանայի իշխանությունից քեզ ազատ անի ամբողջովին եւ սրա համար քեզ պետք է ընդամենը հավատալ Քրիստոսի արած գործին հավատալ իրա թափած սուրբ արյանը բայց շարունակության մեջ ուզում եմ մի բան ասեմ սիրելի եղբայրներ քույրեր գոյություն ունի Քրիստոսի մեջ աճ երբ որ մարդը աճում է Քրիստոսի ճանաչողության մեջ այո դու եկել ես դու հավատքի մեջ ես դու արդեն եկեղեցում ես դու հաստատված ես ու չավարտվեց սրանով ոչ մի Դու աճում ես Քրիստոսի ճանաչողության մեջ եւ ինչքան Քրիստոսի ճանաչողության մեջ դու աճում ես ինչքան Քրիստոսը քեզ բացվում է այնքան դու աճում ես Քրիստոսի մեջ եղած ազատության մեջ այնքան այդ ազատությունը քեզ ավելի ընկալելի է ավելի հասանելի է եւ ավելի պրակտիկ է արտահայտվում քո կյանքում Մի հատ օրինակ բերեմ սիրելի եղբայրներ Երբ որ մենք եկել ենք, երբ որ մենք հավատքը մեզ հասավ, երբ որ մեզ վկայեցին, մենք կարդացինք Սուրբ Գիրքը, քարոզները լսեցինք, մենք տեսանք, որ լիքը բաներ կա, որ այս երկիրը, որ ապրում է ու մենք էլ այս երկրի մեջ Աստծուն հակառակ է։ Լիքը բաներ մեր կյանքում, որ էդի Աստծո կամքին հակառակ է, եւ մեր առաջ կանգնեց այդ հարցը, որ ես սխալ եմ, որ սենց բաներ եմ անում։ Ես այս բաները պիտի չանեմ։ Եվ մենք պայքարում էինք դրա դեմ Բոլորդ կհիշեք մենք պայքարում էինք դրա դեմ մենք ամեն ինչ անում էինք որ այդ բանը չանեմ Բայց մի հատ հետաքրքիր բա Օրինակ մի հատ բերեմ ու կբացատրեմ ինչ եմ ուզում ասել Ես գնացի բժշկի ինձ ուղարկեցին անալիզներ տալու եւ խոլեստերինի համար Եվ երբ որ եկա բժշկի մոտ ինքը նայեց ասեց բավականին վտանգավոր վիճակ է դու պետքա որոշ սահմանափակումներ կա որ անպայման անես Այս բաները դու չպետք է անես որովհետև եթե արեցիր
քիչ ամնացե երակները կփակվեն։ Եվ ասեց կարևոր բաներից երկուսը ոչ մի ժարի տարած բան չես ուտում եւ կոլա չես խմում։ Ես հանեցի իմ բանից դրանք։ Բայց ես հանեցի, բայց աշկս վրենա։ Ճիշտ է, ես չեմ խմում, բայց կխմեի։ Ես կդնեի մի շիշ կոլան ու կխմեի։ Ես ժարի տարած բան չեմ ուտում, բայց կգայի տուն, կասեի, որ մի հատ այսպես մի հատ մեջ ժարի ցենց կարտոշկա ժարի տարեք ուտեմ։ Կանեի, բայց չեմ անում։ Ինչի չեմ անում, որովհետև չի կարելի։ Եվ հաճախ մենք հոգևոր կյանքին դեռ այդ աճը չունենալով վերաբերվում ենք այս ձևով, ես այս բանը չեմ անում, որովհետև չի կարելի, որովհետև Աստծուն էդի հաճելի չի, բայց եթե վաղը, օրինակ ինձ ասվեր էդի կարելի է, ես մեծ հաճույքով էդի կանեի։ Եթե իմանայի, որ էդի կարելի է, ես էդի կանեի։ Ես չեմ անում էդի, ճիշտ է, բայց կանեի։ Մի հատ ուրիշ բան ասա։ Ինչ որ մեկը իմ հանդեպ շատ վատ է վերաբերվում, սենց կոպիտ, սենց նվաստացնում, վիրավորում, ես իմ ինչեր անում։ Հիմա այդ պահին ես մի հատ իրան նես տեղը կդնեի, որ ինքը կմոռանար ամեն ինչ ու կփախներ այդից։ Բայց ես սուս եմ մնում։ Սուս եմ մնում, որովհետև քրիստոնյա եմ։ Որովհետև չի կարելի այս բանը անել, բայց ուշադրություն դարձրեք, սիրելի եղբայրներ, քույրեր, ես լավ է որ ձեն չեմ հանում։ Ես լավ է որ այդ մարդու հետ կոնֆլիկտի մեջ չեմ մտնում, բայց դա չկա ազատություն։ Կամ կա ազատության պակաս։ Որովհետև երբ որ ես ունենում եմ Քրիստոսի հայտնությունը, երբ որ ես աճում եմ Քրիստոսի ճանաչողության մեջ, ես աճում եմ Քրիստոսի սիրո մեջ, եւ այդ մարդը, ով որ ինձ տենց բաներ է անում, ես նայում եմ իրան ու տեսնում եմ, որ ես իրան սիրում եմ։ Եվ իմ ներքն աշխարհում չկա բացարձակ ոչ մի ցանկություն իրան տեղը դնելու, իրան մխկցնելու ավելի ուժեղ, որ հասկանար, որ չի կարելի այտենց մխկտացնել։ Երբ որ Քրիստոսի ճանաչողության մեջ ես աճում եմ, ես իմ վրա չեմ աշխատում, որ ես ինձ զսպեմ։ Իմ մեջ էդի չկա։ Ազատությունը կայանում է նրանում, սիրելի ժողովուրդ, որ մարդը հաղորդ է լինում աստվածային բնությանը եւ ապրելով երկրի վրա ինքը ոչ թե այս բանը չի անում, որովհետեւ չի կարելի, ինքը այս բանը չի անում, որովհետեւ ուղղակի չի ուզում անի։ Իր համար է դի տհաճ է, ինչ որ Քրիստոսի համար է տհաճ, նույնը դառնում է քո համար տհաճ։ Տեղի ունենում բնության, ապրելու փոփոխություն, սիրելի եղբայրներ, քույրեր, ոչ թե ես այդ բանը չեմ անում, որովհետև Քրիստոսին տհաճ է էդի։ Ես այդ բանը չեմ անում, որովհետև ես հաղորդ եմ Քրիստոսի սիրուն, իր կյանքին։ Եվ իր կյանքին հաղորդ լինելով այդ կյանքը իմ մեջ է բնակվում, իսկ այդ ինչի համար է Քրիստոսին տհաճ էդի, Քրիստոսի էությանը, էդի հակառակը, ու երբ որ այդ էությունը իմ մեջ է ապրում, ինձ էլ է էդի հակառակ։ Ես չեմ անում, որովհետև չեմ ուզում անեմ։ Ես դիմացինին իր արածի, իր այդ վատ արարքի, իր վատ խոսքերի, իր չարությանը չեմ պատասխանում ոչ թե նրա համար, որ ես քրիստոնյա եմ, ինձ չի կարելի կոնֆլիկտի մեջ մտնել ուրիշի հետ, ես իր չարությանը նայում եմ ու ես տեսնում եմ, որ ինքը չի հասկանում ինչ է անում, որ ինքը Քրիստոսից հեռու է, իր մեջ մարդկային բնությունն է, իմ մեջից մարդկային բնությունը հելնի իրան կուտի։ Ուրեմն ես իր նման մեկն եմ, ես իրանից ավելի վատն եմ, ես ճանաչում եմ Քրիստոսին, ինքը չէ, ու ես տեսնում եմ, որ ես իրան սիրում եմ։ Եվ Քրիստոսի օրենքը
կատարվում է Քրիստոսի սիրո հայտնության մեջ, Քրիստոսի ճանաչողության եւ աստվածային կյանքի, աստվածային բնությանը հաղորդ լինելու մեջ, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ սատանան չի կարում քեզ խափի, որ գիտես, հավատքի կյանքը տառապանք է, դժվար է, չի լինի, այնքան բան կա, որ պետք է չանես ախր, այնքան բան կա, որ ճիշտ չի քո կյանքում, որ դու անում ես, դե պետք է սաղ կյանքը տանջվես, հալբատ մի օր կփրկվես, թե չես փրկվի։ Ոչ, սիրելի եղբայրներ, քույրեր, Քրիստոս հոգևոր կյանքը դա ազատություն է, դա արծվի թռիչք է, դա Եզեկիել մարգարեության մեջ, լողալն է գետի մեջ, երբ որ էլ ոտերը կպնելու տեղ չկա, արդեն օդում ես, ջրի մեջ ես ու դու լողում ես, դա Քրիստոսի կյանքի հայտնությունն է, սիրելի եղբայրներ, քույրեր։ Երբ որ պատանիներին հարցնում էի, ինչ որ բաներ էի ասում, որ այ այս բանը սխալ է, այս բանը սխալ է, այս բանը պետք է չանես, բոլորի մոտ տրադիցիոն հարցը մեկն էր. հա բայց դրա մեջ ինչ կա։ Այդ երեխեն ուզում է էդի անի, չէ՞։ Հիմա քանի երեխեն փոքր է, սիրելի եղբայրներ, քույրեր, այդ հոսանքի այդ տուփերի մեջ պլաստմասի բաներ են, չէ՞ դնում, որ երկաթը չտանի մտցնի այնտեղ։ Իր առաջ սահմանափակումներ է դրվում, ինչքան։ Պատկերացնում եք, ինքը դարել է 30 տարեկան, հələ այնտեղ պլաստմասի պրոբկեք են տվել, որ ինքը այնտեղ ձեռները չտանի մտցնի այնտեղ։ Կարճ ժամանակ հետո, մի տարի, 2 տարի, 3 տարի հետո, այդ երեխեն գնալով հասկանում է, որ չի կարելի այս բանը անել, այս բանը պետք չի անել, էսի մահն է, էսի վատ է, ու իր մեջ ցանկություն չկա ձեռը մտցնի այդ հոսանքի մեջ։ Քրիստոսի մեջ աճելով պետք չի լինում, որ մեր առաջ այդ հոգևոր իմաստով, այդ հոսանքի, այդ տուփերի մեջ պրոբկաներ դնենք, որպեսզի հանկարծ ես չմոտենամ, որ սիրտս չնայ, աշկս չնայի սիրտս ուզի։ Ես ազատ մարդ եմ դառնում։ Իմ միակ ցանկությունն է ճանաչել, ապրել Քրիստոսի հետ, վայելել նրան, որովհետև Աստված իրան օծել է, ինքը կոնկրետ միսիայով է եկել աշխարհ, որպեսզի քեզ փրկի եւ քեզ փրկության բաներից մեկն էլ նա է, որ դու եղել ես սատանայի գերին, որ դու եղել ես մեղքի գերին, քո եսի, քո հպարտության գերին, ինքը քեզ ազատ է հրատարակել, ու այդ ազատությունը, որ ինքը քեզ տվել է հոգու ազատությունը, որտեղ քո հոգին սկսել է վայելել իրական ազատությունը։ Եվ այդ ժամանակ, գիտեք, արտաքին սահմանափակումները քո վրա իշխանություն չեն ունենում։ Այդ ժամանակ հարցը ապրելով կիսուրի մի 4-5 տարի հետ հոգու մեջ ազատություն է ունենում։ Եվ ոչ մի բան իր հոգու երջանկության վրա իշխանություն չի ունենում։ Բայց եթե ստեղծվի բոլոր պայմանները քո համար, ստեղծվի բոլոր պայմանները, լինես ամենագեղեցիկ շքեղ տանը, դրսում ամենագեղեցիկ մեքենան կանգնած լինես ամենաառողջ մարդը եւ ունենաս բոլոր հնարավորությունները, որ երկիրը ուզես գնալու, մեկը մեղքը քո ներքն աշխարհը քանդելու է ու ավիրելու է։ Սովետների ժամանակ ես, որ բանակից եկա, աշխատում էի մի հատ հիմնարկում, այդ հիմնարկը կոոպերատիվ էր, մի հատ մարդու էր, որ ինքը սովետների ժամանակ միլիոնատեր էր։ Ինքը որ գնում էր ռեստորան, ինքը որ գնում պետքա գնար Պերերիվ հաց ուտելու, այդ ռեստորանը փակում էին, այդ ռեստորանի մարդկանց հանում էին, ինքը մտնում էր ընդ հաց էր ուտում, դուրս էր գալի, իրանից հետո նոր այդ ռեստորանը բացում էին։ Մի առիթով ես եղա իրանց տանը, բավականին ճոխ շքեղ մի անբացատրելի բան են սովետների ժամանակը լը։
Բայց մի բան, սիրելի եղբայրներ, քույրեր, սիրելի ժողովուրդ, ես այդ ժամանակ աշխարհիկ էի, ես հավատքի հետ կապ չունեի, բայց իմ մոտ այնպես տպավորություն էր, որ ես մտել եմ դժոխք, եւ երբ որ ես ընդեղից դուրս եկա, իմ ներքն աշխարհը այնպես տպավորություն էր, որ թթվածինս պահել էին, շունչս պահել էին, հիմա ես սկսել եմ շնչել, երբ որ իրանց տնից դուրս եկա, եւ երկրորդ անգամ իմ ներսում, իմ հոգու մեջ այդ ցանկությունը չկար այդ տուն գնալու, բոլորը երազում էին այդ մարդու հնարավորությունների մի տոկոսը ունենալու, բայց այդ տան մեջի դժոխքը, որ ես տեսա, այդ տան մեջ եղած մարդկանց հարաբերությունները իրար հետ, որ ես տեսա, սարսափելի բան էր, սիրելի եղբայրներ, քույրեր։ Քրիստոս տալիս է մեզ կատարյալ հոգու ազատություն, ներողություն չի տալի, արդեն տվել է, իր խաչով, հավատքով մոտենում ես իրան, աճում ես իր ճանաչողության մեջ, այդ ամեն ինչը վայելում ես։ Եվ վերջում Հռոմեացիս 6-ի 21-ից 23 համարներն եմ ուզում կարդամ եւ ավարտենք։ Արդ ինչ պտուղ ունեիք այն ժամանակ, որոնց համար հիմա ամոթ եք քաշում, որովհետև նրանց վերջը մահ է։ Բայց հիմա, որ մեղքիցը ազատված եւ Աստծո ծառա եղած եք, ձեր պտուղը ունեք սրբանալու համար եւ նրա վերջը հավիտենական կյանք է, որովհետև մեղքի վարձքը մահ է, բայց Աստծո շնորհքը հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով է։ Ամեն։ Աղոթենք։